Գիտելիքին կարող բնականաբար չանդրադառնալ եկեղեցի իշխանություն հարաբերություններին Նիկոլ Փաշինյանը մտադիր է, այսպես ասած, հեռացնել կաթողիկոսին, ինչպես ինքն է ասում, ազատել Բեհարանը ու այդ նպատակով հոգևոր խորհուրդ է ձևավորել, այդ ձեր տեսակետով։ Ինձ թվում է հենց ձեր հարցադրումը սխալ է, որովհետև դա եկեղեցու դեմ չի ուղղված, կոնկրետ վարչապետի կողմից հնչել է հարցադրում, որին տևական ժամանակ պատասխան չի եղել։ Վեհափարի դեմ է ուղղված։ Վեհափարի դեմ չի ուղղված է այն մարդու դեմ, որ խախտել է կուսակրոնության այդ գրածը։ Վեհափարի եկեղեցու դեմ է, ու բառամթերքը նրա, ինչպես է եկեղեցու հոգևորականների մասին խոսում։ Ժողովուրդ ջան, այդ եկեղեցու հոգևորականները, որ իրենց թույլ են տալի ամեն ինչում խառնվեն, դա թույլատրելի է, երկրի վարչապետին թույլատրելի չի, դուք ոնց եք կարծում։ Թող այդ եկեղեցականները մտածեն, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծ մասը աղոթում եւ մոմավառում այն եկեղեցիներին, որտեղ սպասավոր չկա, թող դրա մասին մտածեն։ Այսինքն ողջունում եք Նիկոլ Փաշինյանի սկսած այս Ուրեմն մեր երկրի վարչապետի քաղաքականությանը ամբողջությամբ կողմ եմ 100%։ Այսինքն դուք կարծում եք, որ ինքը այս ամբողջը Ավել հարցերի չեմ պատասխանում։ Այսինքն երբ որ հիմա գրել է, որ կներեք, հիմա որ ասում է մեյլին ուղարկեք, հանձնախումբ ձևավորվի, կարող է դուք համաձայնություն հայտնեք այդ քաստինգին մասնակցել։ Այդ հարցին չեմ պատասխանում։ Խնդրեմ ձեր հարցը։ Ինչու չեք պատասխանում։ Ցանկություն չունեմ։